Ըստ այդ կմտնենք այդ ծնողի ու առաջին դասարանցիների հայտագրում։ Ոստեղ տվյալները գրված է ստուգել ենք տալիս ու հայտագրում։ Հեշտ թվացող գործընթացն ամեն տարի շատ ծնողների է խուճապի մատնում։ Տանից օնլայն եղանակով համակարգ մուտք գործելը դժվարանում է, երբ կամ ծրագիրը չի ակտիվանում, կամ համակարգը ժամերով անհասանելի է դառնում, ինչի հետևանքով գրանցումը չի ստացվում։ Ինչքան հայտագրման եղանակը պարզեցվում է, այդքան առաջին դասարանցիների ծնողներին օնլայն հերթագրումը չի գոհացնում։ Ծնողները, որովհետև սովոր չէին նման մուտքագրման տարբերակին։ Մուտքագրումը լրիվ նորացված է, հիմի առաջին տարին է, որ այսպիսի հայտագրում է տեղի ունենում, միշտ ավելի պարզ է եղել։ Հիմա մի քիչ ավելի քայլերը շատ են ու պահանջվում է էլեկտրոնային ստորագրություն։ Ավելի շատ ծնողների մոտ խուճապը առաջացել էր էլեկտրոնային ստորագրության հետ կապված։ Իրանք գիտեն, թե առանց դրան հնարավոր չէր մուտքագրել։ Այսինքն դժգոհության պատճառն ու առիթը էլեկտրոնային ստորագրությունն է, որը ունի ծնողների մեծ մասը։ Իսկ խուճապն ու անհանգստությունն այն է, թե առանց դրա հնարավոր չի լինի երեխային հայտագրել, քանի որ ժամկետն ու տեղերի քանակն է քիչ։ Բայց նման դեպքերում նոր գործարկված My Yemis AM հարթակը ծնողին երկրորդ տարբերակից օգտվելու հնարավորություն է տալիս։ Նույնականացման եղանակով հնարավոր է գրանցվել։ Ինքը ծրագիր կա, որը բավականին հեշտացնում է գործընթացը, այդ ծրագիրը ինքը քայլ-քայլ բացատրում է ինչպես մուտք գործի ծնողը։ Կարող է մտնել էլեկտրոնային իր փոստը, ես եմ կոչվում, եւ այնտեղ քայլերը հերթականությամբ թելադրում է, ինչպես անի։ Իսկ եթե ծնողները դժվարանում են ինչ խոսք, հիմա էլ այս բանին մենք ունենք ծնող, որը հայտագրվում է էլեկտրոնային ստորագրություններ, որ պիտի կային, հղում պիտի կար իրանց մեյլին, հետո պիտի ակտիվացնեին հաշիվը, այդ էր էլի խնդիրը։ Չէր ստացվում, գալիս էին, օգնում էինք, հայտագրում էինք երեխային։ Կրիստինե Խաչատրյանի երեխան նոր ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու։ Օնլայն հայտագրել համակարգը սկզբում թույլ չի տվել, տվյալները մուտքագրելիս դժվարացել է։ Շատերի նման ինքն էլ անհանգստացել է, թե չի հասցնի հայտագրել։ Այն որ սկզբում սա խառնվանջար մամաները, հետո շատ արագ հասկացան, որ նորմալ է, ուղղակի ինչ որ փոփոխություն է, անսովոր է հիմնականում։ Ինչ որ ժամանակ կար հատկացված, զուտ է հետո մամաներ կային, որոնք որ ID-ներ չունեին, ID-ներ տրվելու համար մի ամիս պետք է ժամանակի համար։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտագրման համակարգը 6 տարի առաջ է ներդրել և հիմնականում Երևանի դպրոցների համար, որպեսզի հավասարապես ծանրաբեռնվածություն ապահովի և գործընթացը վերահսկելի լինի։ Այժմ ընդհանուր է գործընթացը հանրապետությունում։ 1200 աշակերտական համակազմ ունեցող թիվ 23 միջնակարգ դպրոցն առաջին դասարանցիների համար 175 տեղ ունի սահմանված։ Ամեն տարի 5-ից 6 առաջին դասարան է բացվում դպրոցում, յուրաքանչյուրը մինչև 35 աշակերտով։ Այս տարի ևս նույնքան սպասում են։ Աշակերտների ընդհանուր թվով ամենամեծ մյուս դպրոցը թիվ 7 հիմնականն է, որտեղ ևս ամեն տարի առաջին դասարանցիների թիվը մեծ է լինում։ Սահմանված 168 տեղից 120-ն արդեն լրացված է։ Այս ամսին, անցած տարվա համեմատ 120 դիմորդ արդեն ունենք, ի տարբերություն անցած տարի մի փոքր ավելի քիչ էր այս ամսին անցած տարվա, բայց դարձյալ ունեցանք 6 դասարան, ակնկալում ենք այս տարի ևս 6 դասարան ունենալ։ Առաջին դասարանցիների դպրոցներն ընդունում են առցանց հայտագրման 3 փուլով։ Առաջին փուլը, որ հունիսի 8-ից 21-ն էր, արտոնություն ունեցող այն երեխաների համար էր, որոնք տվյալ դպրոցում ունեն աշխատող ծնող կամ սովորող քույր ու եղբայր։ Երկրորդ փուլը մեկնարկել է հունիսի 23-ին, երրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ին եւ նախատեսված է ռուսերեն ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։ Այս ուսումնական տարում առաջին դասարան կհաճախեն 2020 թվականին ծնված երեխաները։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։